Աշխարհի ամենագեղեցիկ, ամենաճկնաղ վայրն ինձ համար անկրկնելի Վայոց ձորս։ Իմ մանկությունն անցել է այստեղ։ Չգիտեմ ինչ բառերով նկարագրեմ, թե ինչ եմ զգում ամեն անգամ, երբ հասնում եմ Վայոց ձոր։ Չգիտեմ ինչ եմ զգում ամեն անգամ։ Ինձ համար աշխարհի կենտրոն, աշխարհի քաղաքակրթության կենտրոն, մարդկության կենտրոն, ինչ ուզում են ասել, ոչինչ ինձ համար այդպես չի, ինչպես իմ Վայոց ձորը, իմ անկրկնելի Վայոց ձորը։ Տուն եկեք միասին շենացնենք Հայաստանը։ Իսկապես բառերով դժվարանում եմ նկարագրել, թե ինձ զգացողությունն է, իսկապես դժվարանում եմ նկարագրել։ Այս գեղեցկությունը նայեք, նկարած, ամեն մի հատվածը նկարած է։ Սենց հանգստություն այս լեռների մեջ, այս ձորերի մեջ մենակ կարա լինի Հայաստանում, այսպես ճկնաղ, հələ տեսեք այս գեղեցկությունը, մենակ կարա լինի Հայաստանում ու իմ անկրկնելի Վայոց ձորում, իսկապես։ Այո, Սահյանս կասեր, ախր ես ինչպես վեր կենամ գնամ, ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ։ Խենթանալ կարելի է, խենթանալ։ Հատկապես աշնանը կախարդական գեղեցիկ է, հատկապես աշնանը։ Իմ մանկությունն անցել է Խաչիկ գյուղում, իհարկե ինձ Խաչիկն է ձգում, բայց ես Վայոց ձորում շատ եմ եղել եւ բոլոր այս վայրերում։ Դե ինչ, հայր ջան, լավ մնացեք, վայելենք մեր երկիրը։